Գեր ջան, կարելի է մի հատ նկարում եմ, ընտրում եմ, շնորհակալ եմ։ Բարև ձեզ, լիբանանցիներ, ես լիբանանցի եմ, կուզեմ ձեր գարձիկը դուք իբր ցեղասպանություններեն ժողովրած սպիրկայի որ լիբանան գաբրիկ, ինչ կսեք ասել ցեղասպանության համար, չեք ուզեր նկարվել։ Ես լիբանանցի չեմ եւ լիբանան չեմ ապրիլ։ Խնդիր չէ, սուրիացի եք կարծեմ։ Լավ, կանադացի եք, այո, հրամեցեք իբր կանադացի որ ցեղասպանություններեն ժողովրած երկու խոսք։ Լիբանանը ընկերն է, կարող ես ասել։ Կանադայինա գարնեմ առնել։ Ավելի ճիշտ կլինա մեր մտավորական ընկերոջ։ Լավ, եղբայր։ Չեք ուզում։ Չեք ուզեր որ խոսիլ։ Այդպես չէ, այդպես չէ։ Հրամեցեք։ Այո։ Արմատները Վանից են։ Այո։ Հայրը 4 եղբայր են կամել ժողովրդը։ Այսինքն 4 հոգի են մնացել, ամբողջ մեծ ցև։ Հիմա եթե ինչ-որ բան եք ուզում որ ասվի, ասեք, ինչ եք ուզում ասել։ Գսվի որ, ինչ որ գսվի որ Հայաստանի իշխանությունները այդքան էլ ցեղասպանության ողջավորված չեն եւ գա գեսագետը որ գսե որ Հայաստանի իշխանությունները կուզեն այս հարցը փակել եւ խուսափել այս հարցը բարձրացնել է, ասիկա ըստ մեդիայով շրջված լուրերն դուք ինչ կուզեք ասել։ Բայց Հայաստանում իշխանություն կա։ Եկեք հրամեցեք, ախպեր հրամեցեք, միացեք։ Այո, բոլորը դա խոսելություն եմ, հրամեցեք։ Ես կասեմ, այսինքն երբեք առաջին օրից էլ այս իշխանություններով հիացած չեմ եղել, գալատ են արել այս իշխանությունները եւ չեն կարող այն ժողովրդի մոտ չնջել այդ ահավոր արհավիրքը որ մեր ցեղի ես մեր տանը նկար կա պապիս որին չեմ տեսել հայրս այնտեղ ծնված էլ չէ 15 հոգի ֆեսը գալին հայրը տատս պապս մեծ տաներ, աղջիկներ 15-20 ու պատկերացրու եթե բոլորին չոչնչացնեին հիմա այդ 15-20 հոգին դարած կերնեին 1000-2000 հոգի Այսինքն այսօր հայացքի դիլներ 60-70 միլիոն եւ այսօր հազիվ կա 10 միլիոն։ Ճիշտ է, ճիշտ հասկացա։ Դա միայն է չի պատճառը, պարզապես մեր գենետիկ Թուրքիայի 50 միլիոնը հայ են։ Չեզ խոսելու եմ, եղբայր մի րոպե գներեք, չեզ խոսելու ենք։ Որ պարզապես մեկ հոտարամոլ ենք։ Այո, համաձայն եմ։ Մեկ շահամոլ ենք։ Այո։ Մենք հավակնոտ ենք, ամբիցիոզ։ Անսնասեր ենք։ Մեզ կարծում ենք, որ մենք աստված ենք, թագավոր ենք, հանճար ենք։ Չէ, դրա համար հայը միշտ տարբեր տեսեք, արտասահմանում հայը հաջողության հասնում է։ Չէ, նույնն է բարական։ Չէ, շատ ճիշտ բաներ ասում։ Ախպերս միերտակ, չեզ խոսելու եմ։ Միերգուր։ Ընտանիքը Կարսից Արդահանից է։ Դա մի օր եք խոսեք, ձեր գարձիկը տվեք, ոչինչ։ Մի վարկան արի խոսի լավ։ Եղբայր հրամե, չեզ զիջում ենք, հրամեցեք։ Հիմա տեսեք, այստեղ արևմտա Հայաստանից գաղթածները շատ են։ Հայաստանում շատ, այսինքն մի մասը կա որ Պարսկաստանից է, նրանք եղարնի չեն ենթարկվել, բայց
մեկ չեք որոնա, իմ զավակները հիշում են, այսինքն հասկանում եք, ինչքան էլ ներկա իշխանությունները փորձեն ջնջել ժողովրդի հիշողությունից 15 թիվը չեն կարող։ Ընկեր, կարծես բամ ուզա գսել։ Գնա գսել։ Մի մոդոկվիր, ասա։ Շատ լավ է։ Եթե մտահոգվեր, աստեղ չէր լիներ ասիստենտների առջև, եթե մտահոգվեր, աստեղ չէր լիներ։ Ես շատ ցավում եմ, որ մենք հասանք այդ աշխարհի, որ նման ղեկավարություն ունենք։ Ահավոր է, դա ոնց որ վերջը լինի։ Մեր վերջը ոնց որ լինի։ Խիստ ցավալի է։ Խիստ։ Օրվա իշխանությունները դժգոհ եք։ Ոչ թե դժգոհ եմ, զզվում եմ դրանցից, ատում եմ։ Շատ լավ է, ընկեր, հրամեցեք։ Ես ապելցնելիք պամություն իմ մեր ընկեր Վարուժանի ասացներին, սակայն այստեղ մի հատ նայես հիշում եմ եւ բանջում ամենակարևոր գարկախոսն է սա, եթե չի հիշենք չենք կարող բանջել, եթե պիտի բանջենք պետք է հիշենք։ Ուրեմն մեր հիմնական գարկախոսը ներկայիս ասե հիշում եմ եւ բանջում, որովհետեւ առանց այս գարկախոսի ոչ մեկ իրավունք garanք հետ կանքնեցնել մեր ուղերների մեջ։ Անկումը, ազգի անկում է։ Ազգի անկում է։ Հայաստան չունի, հայ չի մնա։ Մենք նույնիսկ ասորիների չափ չկանք, ես կարծում եմ։ Ասորիները տեսեք ինչքան ժամանակ է պետություն չունեն, բայց մնացել են գոնե մի 100,000 հոգի։ Մենք չէ, մենք այնքան հեշտ ենք ձուլվում, Այո։ կուլ են տալիս կոչում։ Հայաստանն է միայն պահողը։ Հայաստան հանկարծ չլինի Հայաստան պետություն։ Հայերը 1-2 սերունդ հետո բոլորը կդառնան այդ որտեղ ապրում են ամերիկացի, ֆրանսիացի, ռումինացի, հունգարացի, լեհացի, ինչպես դա արդեն մի անգամ եղել է արևելյան Եվրոպայի երկրներում, որտեղ ամեն Լեհաստան, Ռումինիա, Բուլղարիա, Հունգարիա, ամենտեղ 200-300 հազարանոց հայեր են ապրել, բայց արքեպիսկոպոսը ընդունել է կաթոլիկություն, ի՞նչն է պահում հայ լեզուն եւ կրոնը ընդունել է կաթոլիկություն, տարբերություն չկա, իսկ հետո Ռումինիայում ապրողներ մտածել է հիմա տղայից ուղարկեմ հայկական դպրոց Ռումինիային ինչ պիտի հայերենով գրացնեն ռումինական դպրոցներ ու չկան։ Հիմա ինչքան լեհեր կան օրինակ, որոնք ասում են իրենք էլ գիտեն, որ հայկական ծագում ունեն։ Նշանավոր դերասան Ցիբուլսկին, ռեժիսոր Եժի Կավալերովիչը, շատ։ Դա մի փոքր հարցում եւ է։ Գյումրիի մեջ սակայն կարծես թե հարցերը Գյումրիի պարակար շրջվեցան եւ իշխանությունը կարծես բարդություն գրեց։ Ինչպես է քննադեք։ Վերջին հարցում։ Հա, օգնեցաք դերանք։ Չէ, չեմ հոգնել ու ես ոչ մի ամեն ինչ ես չգիտեմ ինչ կլինի այս բոլորը, որտեվ հա, Երևանում են Ավինյանը չախտեց, 900։ Բայց տեսակ այնպես արեցին, էլի, այսինքն ես չգիտեմ ինչ կլինի։ Ամեն դեպքում պատրանքներ չեմ տածում, տեսանք։ Շատ շնորհակալ ենք։ Մենք նաև ասել վերնիսաժան Կարեկի Նիշտեի ցեղագրոն ուխտի հիմնադիր սպարաբեդ Կարեկի Նիշտեի արձանի ներքև եւ խոսեցանք հայոց ցեղասպանության մասին։ Շնորհակալություն։